Ողջույն բոլորին, այս տեսանյութում ուզում եմ խոսել լուսնի մասին, իր առեղծվածի մասին, նորալուսնի մասին, փուլերի մասին, լիալուսնի, աճող և նվազող լուսնի մասին, նաև թե որ օրերն են վտանգավոր, ինչ պահեր են վտանգավոր, նաև գոյություն ունի լուսնի փուլ, լուսնի օրեր, որոնց ժամանակ մարդկանց զոմբիացնում են։ Դե չեմ ասում իրական զոմբի են սարքում, բայց այն, որ Հայաստանում հիմա տեղի ունենում, դա հնարավոր է նաև դրա արդյունքն է։ Եվ յուրաքանչյուր եկեղեցական նշեմ, որ տեղյակ է բոլոր տեսակի լուսնի փուլերից, իրենց եթե մտնում եք եկեղեցի, այնտեղ կա անգամ, կարծեմ պատին է ամրացված կամ նաև իրենց էլ որ դիմեք իրենք ձեզ կտան, իրենք շատ լավ գիտեն այդ օրերը, որ այդ օրերը բավականին վտանգավոր են և իհարկե որոշ պետական աշխատողներ, ովքեր որ տեղյակ են այս, որովհետև ժողովուրդը հենց այս վիճակում է գտնվում, որը որ հենց ես կխոսեմ այդ մասին։ Եթե հետաքրքրում է կարող եք մնալ, լսել մինչև վերջ։ Տեսանյութը ինչ որ անձնական չի, որ արագացնեք լսեք, կարող եք ճաշ պատրաստել, մեքենա վարել, սպորտի գնալ և լսել այս տեսանյութը։ Որովհետև մենք ապրում ենք լուսնի ներքո, արևի ներքո, և լուսինը բավականին շատ մեծ էներգիա է տալիս մարդուն, խլում մարդուց և լուսինն է, որ արևից առաջ, կարելի ասել ավելի քիչ է պտտվում երկրագնդի շուրջ և փուլերը իրենց ավելի կարճ է, քան արևինը։ Դրա համար լուսինը ավելի շատ է արագ գնում և մեզ տալիս է այն ինչ որ մեր էմոցիաները, մեր արցունքները, ուրախությունը, ամեն ինչը լուսինն է։ Եթե հետաքրքրում է թե ինչ էներգիա եք դուք ստանում, երկրագունդն է ստանում, որից էլ դուք եք ստանում, դրա համար այսօր նյարդային եք, այսօր ուրախ եք, ապա մնացեք և լսեք։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որպեսզի լսեն սա։ Պարտադիր չի, որ ձեր անձնականը լինի, որպեսզի լսեք։ Դուք պետք է հասկանաք, թե ինչ էներգիայի ներքո եք ապրում ուղղակի։ Այս տեսանյութում բավականին մանրամասն կխոսեմ։ Որոշ բաներ կան, որոշ դիրքեր կան լուսնի, որ միմիայն կարող եմ խոսել խորհրդատվության ժամանակ, օրինակ, թե որ օրերն են, որ տղա երեխա կարող եք ունենալ, որ օրերն են, որ աղջիկ երեխա կարող եք ունենալ, հղիությունը հենց այդ օրը պետք է լինի, որպեսզի տղա լինի, և այլն, որոշ հարցեր կան լուսնային փուլերով, որոնք որ միմիայն կխոսեմ խորհրդատվության ժամանակ, եթե կցանկանաք, ապա կարող եք դիմել։ Բաժանորդագրվեք ալիքին, բաժանորդագրվեք նաև մնացած ալիքներին և կարող եք հետևել Facebook-ում, որովհետև այնտեղ ևս հետաքրքիր բաներ են լինում, որոշ տեղեկատվություններ լինում են նաև այնտեղ։ Եվ այսպես արդեն սկսենք լուսնի վերաբերյալ մեր թեման։ Լուսինը ընդհանրապես մեզ ամենամոտ երկնային մարմինն է։ Արեգակից հետո այն ունի ամենահզոր ազդեցությունը բոլոր կենդանի օրգանիզմների վրա։ Լուսնային ռիթմերը չափազանց կարևոր են կենդանի օրգանիզմի համար։ Երկրի վրա ողջ կյանքը հետևում է լուսնային ռիթմին, և մարդու շատ կենսաբանական ռիթմեր սերտորեն կապված են լուսնի փուլերի հետ։ Լուսնի դիրքը իր ցիկլում ազդում է կենդանիակների, այդ թվում բույսերի, ջրի փոխանակման ռիթմի, ֆունկցիոնալ ֆիզիոլոգիայի ռիթմերի, կենդանիների վերարտադրողական ցիկլերի և շատ այլ գործընթացների վրա, ինչը որ շատ վաղուց հաստատվել է գիտնականների հետազոտություններով։ Ունենք մի ամերիկացի գիտնական, ով որ ուսումնասիրել է քնի ռեժիմը, քնի գաղտնիքները և այսպիսով նաև ապացուցել է, որ մարդու կենսաբանական ժամացույցը ոչ թե 24 ժամ է, այլ 24.5-ից 25 ժամ, որը համապատասխանում է լուսնային օրվան։ Եվ եթե երկարատև որևիցե կանխատեսումներ եք ցանկանում ձեր իսկ կյանքի հետ կապված, ապա դա հենց լուսնային ռիթմերի վրա է հիմնվում։ Շատ մարդիկ, հատկապես կանայք, զգում են այսպես կոչված մեծ լուսնային ցիկլի Սարոսի ցիկլը։ Դուք լսած կլինեք ինձանից այս բառը։
Ծննդից հետո յուրաքանչյուր 18.6 տարին մեկ այս ցիկլերը բերում են բարձր հուզական լարվածության տարիներ, որոնք հաճախ ուղեկցվում են առողջության վատ թարացմամբ և կյանքի կարևոր շրջադարձային կետերի նշանավորմամբ։ Նաև գոյություն ունի ցիկլեր, փոքր ցիկլեր են այստեղ կոչվում, որը 9 տարի է, այսինքն 8.75 տարի։ Դրանք առավել նկատելի են լինում 61-ից 62 տարեկանում, մարդկանց համար կրիտիկական տարիքներից մեկն է դա։ Լուսինը նորալուսնից մինչև ևս էլի նորալուսին իր ամսական ցիկլն ավարտում է 29.6 օրում, 29.6, այդպես։ Այս ցիկլը բաժանված է 4 փուլի, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 7.5 օր է տևում։ Եվ այսպես կոչված բնության նախագիծը հենց այն էր, որ նորալուսինը ամեն անգամ սկսվում է տարբեր նշաններով։ Նշանները հաջորդում են միմյանց այն հերթականությամբ, որով որ հայտնվում է կենդանակերպի նշաններում։ Մեկ անգամ նորալուսինը եթե տեղի ունեցել ցուլում, հաջորդ անգամ ինքը այսպես թե այնպես տեղի պետք է ունենա եկվորյակ նշանում։ Լինում են տարիներ, որոնք ունենում են 2 նորալուսին և 2 լիալուսին։ Այդ դեպքում հնարավոր է նաև նույն կենդանակերպի նշանում լինի և նորալուսին և լիալուսին միաժամանակ կամ հենց երկուսն էլ, կախված է թե որ օրերն են այն ընկնում։ Արևը այդ ամբողջ կենդանակերպի ցիկլն ավարտում է 1 տարում, իսկ լուսինը այդ ամբողջ կենդանակերպի ցիկլն ավարտում է 1 ամսում։ Եվ առհասարակ լիալուսնից հետո լինում է նվազող լուսին, մինչև նորալուսինը։ Նորալուսնից հետո տեղի ունենում աճող լուսին, մինչև լիալուսինը։ Այսինքն լուսինը չկա, նորալուսին է, քիչ-քիչ աճում է և դառնում լիալուսին։ Այն հիմա, որ ես խոսում եմ այդ մասին, այսօր երեկոյան, ավելի շուտ առավոտյան շատ շուտ, Հայաստանի համար լինելու է լիալուսին, որից հետո տեղի ունենալու նվազող լուսին մինչև նորալուսնի ժամանակ։ Եվ նորալուսնից լիալուսին, լիալուսնից ևս նորալուսին, այս ընթացքում կա 4 փուլ։ Առաջին փուլ, երկրորդ, երրորդ և չորրորդ։ Դրանք կոչվում են լուսնի քառորդներ։ Սովորաբար միշտ առաջին քառորդի ժամանակ, դա հաշվեք, օրինակ հիմա լիալուսին է, դրանից հետո 7.5 օր, լինում է առաջին քառորդը և այդ ժամանակ ինքը անմիջապես լարված միացում է ունենում արևի հետ։ Դրա համար Հայաստանում այդ օրերին հավանականությունը շատ մեծ է, որովհետև արևը դա վարչապետն է, նախագահն է, իսկ լուսինը մարդիկ են։ Եվ ամեն 7.5 օր առաջին քառորդը միշտ պետք է հասկանալ, որ այնտեղ կարող է բախումներ լինել, ինչ-որ մի բան ձեզ դուր չգա իր արածից, ավելի լարվածություն ստեղծվի մարդկանց միջև, այդ ամեն ինչը լինում է հենց այդ առաջին քառորդի ընթացքում։ Նույնն էլ վերջին քառորդը ևս, ոնց որ պտտվում է, ինքը կլոր է, մեկ պտտվում է այս կողմ, մեկ այն կողմ, և ևս էլի կազմում է քառակուսի, կազմում է լարված միացում, իհարկե արևի հետ, դե բնականաբար իրար դիմաց երբ որ կանգնում են, արդեն լինում է նորալուսին, լիալուսին, հա, մեկը մյուսին և իրար մոտ են լինում, այդ ժամանակ էլ ևս տեղի ունենում։ Եվ խոսենք նաև աճող լուսնի ժամանակ, աճող լուսնի ընթացքում մարդը դառնում է ավելի ակտիվ, էներգետիկ, ավելի հաջողակ բիզնեսում, դրա համար ամենակարևոր ու պատասխանատու առաջադրանքները, հատկապես այնտեղ կարևոր հեռախոսազանգները, նամակները պետք է պլանավորեք հենց այս ժամանակահատվածում։ Պետք է հիշեք, աճում է լուսինը այն ժամանակ, երբ որ նորալուսին է, երբ որ երկինքում նայում եք և լուսին չեք տեսնում։ Դրանից հետո լուսինը փոքր սկսում է աճել։ Իսկ նվազող լուսնի ժամանակ մարմնի կենսունակությունը նվազում է, մարդը դառնում է ավելի քիչ ակտիվ, ավելի արագ է հոգնում, շուտ է հոգնում, տեսակ ռեակցիաները ավելի են դանդաղում, մարդը ոնց որ ուշ է հասնում, հա, այդպես կարելի ասել, կամ անմիջապես այդպես ակտիվ չի, որ ասի ինչ ասեցիր, կամ մի որոշ ժամանակ հետո կասի, հա դե ինչ որ բան ասեցիր, հա, ոնց որ ինձ։ Նման իրավիճակներ կարող եք հայտնվել։
Դրա համար նվազող լուսնի ժամանակ մարդը պետք է այնպիսի գործողություններ անի, որի ժամանակ ավելի քիչ է ստրեսային վիճակը, լարվածությունը ավելի քիչ է։ Դրա համար, երբ որ ձեր անձնական քարտեզում լուսինը աճում է, ավելի մարդը օբյեկտիվ է իր մտածողության, որոշումների եւ գործողությունների մեջ, իսկ եթե նվազում է, ապա սուբյեկտիվությունը գերակշռում է։ Նորալուսնից մինչև առաջին քառորդը այս ընկած ժամանակահատվածում, այդ 7.5 օրը, այդպես պետք է հաշվեք, տեղի ունենում ձևավորման այդպես թաքնված ներքին գործընթաց։ Դրա ժամանակ, այս ժամանակահատվածում պետք է պլանավորեք, կշռադատեք, հաշվարկեք ռեսուրսները, բայց խուսափեք ձեր գաղափարները գործնականորեն իրականացնելուց։ Նորալուսնից հետո առաջին շաբաթում ծնված մարդիկ յուրահատուկ են, թե բնավորությամբ, թե վարքագծով։ Ես ինքս եւս նորալուսնից հետո մինչև առաջին քառորդում եմ ծնվել։ Նրանք սեր են ցուցաբերում փիլիսոփայության եւ միստիզմի նկատմամբ։ Այս լուսնային դիրքով շատերը ծառայում են եկեղեցուն եւ հնարավոր է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր կամավոր գնում են եւ վանքերում են մնում, ծառայում այնպես։ Ովքեր որ ծնվել են առաջին քառորդում, այս մեկ շաբաթվա ընթացքում, ապա դուք սիրում եք բնությունը, կենդանիներին, երկիրը եւ դրա հետ կապված ամեն ինչ։ Դրա համար կարող եք շատ հանգիստ լինել ֆերմերներ, անտառաբաններ, որսորդներ, կենսաբաններ, կենդանաբաններ, նաեւ բուսաբուժներ։ Իսկ արդեն առաջին քառորդից մինչև լիալուսին այս ժամանակը արդեն հիանալի է, որպեսզի որևիցե գործեր անեք, իրականացնեք ձեր գաղափարները։ Եվ որքան շուտ առաջին քառորդին այդ փուլին մոտ սկսեք, այսինքն պետք է հաշվեք 7.5 օրը, այդ օրերին սկսեք, այնքան մեծ կլինի հաջողության հավանականությունը։ Սա շատ լավ ժամանակահատված է ճանապարհորդություն սկսելու, տեղափոխվելու կամ աշխատանքը փոխելու համար, հատկապես եթե լուսինը գտնվում է եկվորյակ նշանում, աղեղնավոր կամ ձկներ նշանում։ Իսկ գովազդը եւ հրապարակային ելույթները ավելի լավ կլինի, որ անցկացվեն լիալուսնին ավելի մոտ։ Եթե հատկապես շատ հաջողակ կլինեն, եթե լուսինը գտնվում է խեցգետին նշանում, աղեղնավոր եւ ձկներ նշանում։ Լիալուսնից մեկ շաբաթ առաջ ծնված մարդիկ ունեն ուժեղ եւ դրական հուզականություն։ Նրանք սովորաբար շատ տպավորվող են, արագ, բարեկամական են, անկեղծ, ջերմ սրտով եւ բաց մարդիկ են։ Նրանք շատ արագ են հարմարվում ամեն ինչին։ Նրանք ունեն բարձր զգայունություն ամեն ինչի նկատմամբ, ինչը լավ է, գեղեցիկ է, բարի է։ Նրանք ունեն ուժեղ ինտուիցիա։ Հաճախ կարողանում են կանխատեսել իրադարձությունները եւ հաճախ օժտված են ֆենոմենալ կամ հոգեկան այդ ունակություններով։ Ավելի շատ հոգեբանական, ոչ թե հոգեկան։ Եվ իհարկե լիալուսնից մինչև վերջին քառորդը այն ժամանակը ավարտելու ժամանակն է, որ ասում արդեն հասել ենք տեղը, պետք է ամեն ինչ ավարտենք, գործերը պետք է այնպես անեք, ոնց որ արդեն վերջնակետին եք, այ օրինակ ոնց որ հագուստը կարել եք, վերջնական օրինակ ցեպն եք տեղադրում կամ նմանատիպ որևիցե բաներ, որոնք որ դրանից հետո արդեն վերջ ավարտվելու է այդ գործընթացը, ինչի վրա որ աշխատում եք, օրինակ կահույք եք սարքում, արդեն ոնց որ տեղադրելու ժամանակն է վերջ կամ դռները տեղադրելու ժամանակն է, այսինքն ամենավերջին պահն է։ Եթե այդ ժամանակ ինչ-որ մի բան սկսեք, ապա այն բաները պետք է սկսեք, որը որ կարող եք ավարտել մինչև նորալուսին։ Այդ դա կարող եք սկսել։ Մնացածը պետք է հետաձգեք։ Լիալուսնից հետո ծնված մարդիկ, այդ մեկ շաբաթում ծնված մարդիկ ձգտում են լինել հոգևորապես ազատ եւ անկախ բոլոր արտաքին ազդեցություններից։ Շատ հավատարիմ են եւ ուրիշների նկատմամբ եւ իրենց նկատմամբ։ Ոչ ոքի ազդեցության տակ չեն ընկնում, բայց ուղղակի իրենք ավելի հաճախ են ծայրահեղությունների գիրկն ընկնում։
Ուղղակի ովքեր որ ծնվել են այդ ընթացքում, այ հիմա, նայեք, լիալուսին է եւ լիալուսնից հետո ընկած մեկ շաբաթում հիմա ովքեր որ ծնվեն, այսպեսին կլինեն, հա, պետք է լսեն ներքին ձայնին, այլ ոչ թե հետևեն ընդհանուր ընդունված կանոններին։ Լուսնի այս դիրքով շատ ժամանակ ծնվում են եւ կարող ենք հանդիպել այս օրերին ծնվածներին, դե դա պետք է հասկանաք լուսնային 15-րդ օրվանից մինչեւ 22 օրը, այդպես 22-23-րդ օրը։ Շատ են լինում պետական եւ քաղաքական գործիչներ եւ արվեստագետներ այս ընթացքում։ Ովքեր որ ծնվել են, իրենք ավելի շատ նման գործեր են ընտրում, նման տեղեր են աշխատում։ Եվ իհարկե վերջին քառորդը դա ոնց որ 22-23-րդ օրվանից մինչև 29.5 ընկած ժամանակահատված, այլ լինում է ամիս, որ 30-րդ օր ունենք։ Եվ այս ժամանակահատվածում, եթե դուք լինեք չափազանց ակտիվ, միանգամից կհյուծվեք, միանգամից կհոգնեք, կզգաք, որ էներգիա չունեք, կցանկանաք անդադ պարկել, հանգստանալ, ոչինչ չանել, նստել մնալ նույն տեղում։ Դա համար ավելի հանգիստ գործեր պետք է անեք։ Ռիսկի չպետք է դիմեք, եթե ինչ-որ մի բան սկսեք, կարող եք անավարտ թողնել։ Սա այն ժամանակն է, որ պետք է գործերը կարգի բերեք, ավարտեք, հաշվետվություններ կազմեք եւ ամփոփեք։ Եվ եթե եւս էլի ուզում եք սկսեք նոր նախագծեր, ապա պետք է այնպիսի գործ սկսեք, պետք է հաշվարկեք, որ դա պետք է ավարտեք մինչեւ նորալուսին, այդ մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե այդպես չի, ապա դա անորոշ ժամանակով կարող է հետաձգվել ուղղակի։ Այն ժամանակը նաև շատ լավ հարմար է թղթերի, նամակների, զեկույցների, հարցումների համար, հետազոտությունների եւ տան վերանորոգման համար։ Իսկ ովքեր որ ծնվել են նորալուսնից մեկ շաբաթ առաջ, 23-րդ օրվանից մինչև մոտավորապես 30-րդ օրը, ապա այս մարդիկ սիրում են միայնակ լինել։ Հակված են միայնակ լինելու եւ խուսափում են ամբոխից ու հասարակական միջոցառումներից։ Եվ որքան ավելի մոտ եք ծնված այդ նորալուսնի օրերին, այդքան ավելի շատ է դա երևում։ Ավելի շատ եք միայնակ, ավելի շատ եք խուսափում գնալու ինչ-որ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Այս դեպքում դուք ինքներդ ձեզ վրա պետք է կարողանաք աշխատել, որպեսզի մարդկանց մեջ դուրս գաք։ Ովքեր ծնվել են այս ժամանակահատվածում, ունեն ուժեղ ինտուիցիա եւ կանխատեսման պարգև, բայց այդ պարգևը իրենք ցույց չեն տալիս։ Սիրում են լռությունը եւ անձնական կյանքը հատկապես շատ գաղտնի են պահում։ Եվ այդ լուսնի փուլից մեկ այլ փուլ, երբ որ անցնում է, ապա միևնույն է այդ անցումը կարող է ստեղծել ստրեսային պահեր, 1-2 օր մարդը կարող է ստրեսի մեջ լինել, բոլորի վրա է դա ազդում։ Մարդիկ դառնում են ավելի զգայուն, ավելի արագ եք տպավորվում, ինչ որ մի բանը կարող է մի բան ասեն, միանգամից ընդունեք, վայ, այսպես սկսեք ստրեսի մեջ ընկնել եւ մարդիկ ավելի անկայուն են լինում։ Ուզում եմ խոսել նորալուսնի մասին, որի մեջ կզարմանաք շատ հարցերում կզարմանաք։ Վախենալ պետք չի, միգուցե նաեւ պետք է։ Շատ մի լարվեք, ստրեսի մեջ մի ընկեք, այնինչ որ կլսեք, որովհետև նորալուսինը ես միշտ եմ խոսում, դա սև երկինք է։ Այնտեղ ոչինչ չկա, ոչ մի լույս չկա, ոչ մի բան չի վառվում։ Փորձել եք նորալուսնի ժամանակ, օրինակ առավոտյան շատ շուտ 5-ին 6-ին դուրս գալ դուրս։ Այնքան մութ է, երկինքը այնքան մռայլ է, որ այնքան վախենալու է։ Փորձեք մեկ օր ոչ թե պատուհանից նայել, այլ ուղղակի դուրս գալ դուրս։ Նորալուսնի ժամանակ լուսինն անցնում է արեգակի եւ երկրի միջև, դրա համար էլ երևում է մութ կողմը, հա, չի երևում լուսնի այդ լուսավոր կողմը։ Նորալուսնից 2 օր անց արևմուտքում, երեկոյան, երկնքում մայրամուտից կարճ ժամանակ անց հայտնվում է բարակ այդպես մի հատ թել, կիսալուսին։ Նորալուսինը սովորաբար տեղի ունենում այն ժամանակ, երբ որ լուսինը եւ արևը գտնվում են որևիցե մի նշանում, կենթանակերպի այդ նշանում,
Եվ համ մեկ տեղում են գտնվում, հենց այդ ժամանակ տեղի է ունենում նորալուսինը։ Նորալուսինը նույն ժամանակում, նույն աստիճանում լինում է յուրաքանչյուր 18.6 տարին մեկ։ Սա հենց կոչվում է Սարոսի ցիկլ։ Էլի եմ ասում, դուք ինձանից լսել եք այս Սարոս բառը։ Ուղղակի պետք է ուշադիր հիշեք, որտեղ եք լսել։ Նորալուսնի ընթացքում այդ մեկ օր առաջ, մեկ օր հետո կամ երկու օր առաջ, երկու օր հետո մարդիկ մի տեսակ ուրիշ ձև են լինում, իրենց ինչ-որ շեղումներ եք նկատում, մարդը ոնց որ վերցնում է այն կենդանակերպի նշանի այդ վարքագիծը, որտեղ որ գտնվում է նորալուսնին, լուսինը եւ արևը իրար հետ նշանում, այսինքն գտնվում է խոյ նշանում, հիմա օրինակ, եւ դե բնականաբար նորալուսին չէ, բայց խոյը ինչպիսին է ավելի ագրեսիվ, ավելի վճռական եւ մարդիկ կարող են հենց այդպեսին իրեն զգալ ու բոլորը զարմանան, օրինակ ամենահանգիստ մարդը լինի մի փոքր ագրեսիվ եւ կողքից մտածեն, այս մարդը այս ինչ եղավ, այս հանգիստ մարդը այս ինչ դարձավ։ Նորալուսնի օրերին մարդիկ լինում են անզգա։ Դուք կարող եք նկատել, որ ձեր շրջապատի մարդիկ մի տեսակ սեր չկա իրենցից, ձեր սիրելիից կարող եք նկատել, որ սեր չկա, մի տեսակ սառնություն եք նկատում։ Մարդիկ կարող են շատ սխալներ թույլ տալ, հիշողությունը բավականին թույլ կլինի, շատ սխալներ կարող են անել, նաև վարքագծի մեջ նաև կարող է նկատվել որևիցե սխալմունքներ։ Նորալուսնի ժամանակ օրգանիզմում հեղուկի ճնշումը նվազում է, ինչը կարող է վնասակար լինել անոթային բոլոր հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Մարդիկ ավելի հուզված կլինեն եւ ովքեր որ արագ են դեպրեսիվ վիճակի մեջ հայտնվում, իրենց համար այս ընթացքը բավականին կարելի ասել վտանգավոր է, որովհետեւ եւս էլի դեպրեսիվ վիճակում կհայտնվեն։ Ովքեր որ ծնվել են նորալուսնի ժամանակ, իրենց մոտ այս վիճակը կարող է կրկնվել յուրաքանչյուր ամիս, նաև մի քանի օր առաջ, մի քանի օր հետո, նաև հնարավոր է նորալուսնից մինչև առաջին փուլ։ Իրենք մի տեսակ այդպես կան իրենց դեպրեսիվ վիճակում լինեն։ Նորալուսինը շատ է ազդում տղամարդկանց վրա, նրանք դառնում են հուզականորեն ավելի լարված, նյարդային, ագրեսիվ եւ լավ կլինի, որ այս ընթացքում իրենց ուղակի չմոտենաք եւ ոչինչ չխնդրեք։ Հենց նորալուսնի ժամանակահատվածում է, որ տղամարդկանց մոտ դիտվում է ինսուլտի, ինֆարկտի, սրտի կաթվածները, նաև էպիլեպտիկ նոպաների ամենաբարձր ժամանակն է, հա, դրա համար այս ժամանակահատվածում մի փորձեք ձեր ամուսնուն, ձեր տան տղամարդուն նյարդայնացնել, ավելի հանգիստ թողեք իրենց։ Ես տեսանյութը բավականին երկարում է եւ ես տեսանյութը կբաժանեմ տարբեր մասերի։ Նորալուսնի ժամանակ չի կարելի զբաղվել շատ ֆիզիկական աշխատանքով, նույնիսկ այդպես շատ ծանրաբեռնել, ովքեր որ սպորտով են զբաղվում, պետք է ավելի նվազագույնի հասցնեք։ Խուսափեք ակտիվ քայլեր ձեռնարկելուց, ծրագրեր իրականացնելու, վերջնական որոշումներ կայացնելու կամ առաջարկներին պատասխանելու համար։ Հնարավորության դեպքում պետք է զբաղվել մտավոր կամ ստեղծագործական աշխատանքով։ Լավ կլինի հավաքեք, մշակեք ինչ-որ տեղեկատվություն, պլանավորեք, բայց ոչինչ մի սկսեք, հատկապես այդ օրերին։ Այնինչ որ անավարտ եք թողել նախորդ փուլում, մինչև նորալուսին, դա պետք է ավարտեք։ Եվ ամենակարևորի մասն եմ ուզում խոսել, նորալուսնից առաջ եւ հետո երկու օրերին կոչվում է Հեկատեի օրեր։ Հեկատեն դժոխքի, սև, գիշերների եւ մղձավանջների աստվածուհին է։ Կախարդների եւ վհուկների աստվածուհին, որը ըստ հին հունական դիցաբանության արևի թորնուհին էր եւ հայտնի էր որպես թունավորող եւ մարդասպան։ Ամսվա այս 4 ամենամութ գիշերները ամենախորհրդավորներն են, որոնք որոշակի գաղտնիք են պարունակում իրենց մեջ։ Այս օրերին նաեւ կարելի ասել կոչվում է միստիկ օրեր, միստիկ նշանակություն են տվել այն ժամանակ, ովքեր որ հետազոտել են այս օրերը։ Դրանք համարվում են ճակատագրական, քանի որ ինչ որ անխուսափելի մի բան է տեղի ունենում այդ ժամանակահատվածում։
Հենց այս գիշերներն է, որ կախարդները, վխուկները, չար գործեր անողները պատրաստում են դեղամիջոցներ եւ հավաքում կախարդական խոտաբույսեր մարդկանց վրա անեծքներ եւ այլ դժբախտություններ նետելու համար։ Եվ նաեւ ուզում եմ նշել, որ դրանք 28-րդ, 29-րդ լուսնային օրերն են։ Մարդիկ դրա համար տանջվում են անվճռականությամբ ու շփոթմունքով եւ մարդիկ անջատված են այդ ժամանակ։ Մարդիկ մի տեսակ լարված են լինում, անընդհատ ինչ որ ուզում են շարժվեն, մի տեսակ տարօրինակ շարժումներ կարող են անել, կամակոր են, համառ են, ավելի հեշտ են շփվում, ավելի ոնց որ շատ են ուզում շփվել, կապեր հաստատել, դա հանգեցնում է անկախության կորստի։ Մարդը չի կարողանում իրեն հետևել այդ ժամանակահատվածում եւ ավելի թույլ է դառնում եւ ավելի հեշտությամբ է ընկնում ուրիշների ազդեցության տակ։ Այս օրերին մարդիկ շատ են ցանկանում ուրիշներին խաբել, նաեւ ինքնախաբեությամբ են զբաղվում։ Շատ մարդիկ լինում են անպատշաճ, կնկատեք մարդկանց այդ անպատշաճ վարքագիծը, անքաղաքավարի գործունեությունը, այդ տառապանքը, մի տեսակ էմոցիոնալ տառապանք է, քմահաճույքները եւ նաեւ հիստերիկ նոպաներ կարող են լինել։ Հենց այս ժամանակահատվածում է, որ շատ են լինում տարաձայնությունները զույգերի միջև։ Առողջությունը կարող է վատթարանալ հատկապես կանանց մոտ եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ, իր հետքը թողնել, նաեւ կարող են խնդիրներ առաջանալ ձեր մայրիկից եւ նաեւ ամուսնու կողմից։ Այդ օրերին պետք է խուսափեք աղմկոտ վայրերից, ամբոխից, ջրից, այլ հեղուկներից, որոնք որ օգտագործում եք, հատկապես որ չգիտեք էլ ինչ եք օգտագործում, նավով ճանապարհորդելուց եւ ծովից, լողավազանից, յուրաքանչյուր տեղ որտեղ որ ջուր կա։ Իսկ հեկատեի երրորդ օրը դա երրորդ եւ չորրորդ կարելի այդպես ասել, ընդհանրապես երրորդ օրը համարվում է առաջին եւ երկրորդ լուսնային օրերը։ Առաջին օրերը սովորաբար կարճ են տևում, բայց լինում է ամիս, որ առաջին օրը բավականին երկար է տևում։ Առաջին երկրորդ օրերը հենց հեկատեի երրորդ օրն է համարվում։ Մարդիկ դառնում են մռայլ, գաղտնապահ, անտարբեր, ընկճված, ամեն ինչ նայում են իրենց անձնական տեսանկյունից։ Այն ժամանակահատվածում պետք է զգույշ լինել, որովհետև կարող եք հղիանալ, բայց դա այդ հղիությունը անցանկալի հղիություն է լինելու մարդկանց համար եւ ապօրինի, նաեւ կարող է լինել սիրեկան, սիրուհուց այդ հղիությունը։ Եվ պետք է զգույշ լինեք անխոհեմ գործողություններից։ Իսկ ամենակարևորը, որ ուզում եմ ձեզ ասել, դա հեկատեի 4-րդ օրն է։ Դա երկրորդ եւ երրորդ լուսնային օրերն են։ Այս օրերին մարդիկ դառնում են չափազանց զգայուն եւ տպավորվող, դժվար հասկանալի։ Այս օրերը օգտագործում են հաճախ մարդուն այսպես կոչված զոմբի վերածելու համար, որը ստեղծողի ձեռքում դառնում է չարագործ խաղալիք։ Այս կենդանի ռոբոտը կկատարի իր վերադասի ցանկացած հրաման, կուրորեն կկատարի պայմանագրով սպանություն, կիրականացնի ցանկացած ահաբեկչական գործողություն կամ կդառնա կրոնական մոլեռանդ։ Մարդը վերածվում է զոմբի կամ հիպնոսի են վերածում։ Նաև այդ ժամանակահատվածում մարդկանց կարող են տալ հոգեմետ միջոցներ, որի շնորհիվ էլ եւս էլի մարդը դառնում է զոմբի։ Իրականում չէ, հա, զոմբի, այլ ուղղակի մարդը սկսվում է ենթարկվել։ Այ օրինակ նկատել եք հրապարակում եկել տեսնում եք բոլորը ոնց որ sense նայում եք հայացքներին, մի տեսակ ուրիշ հայացքներ են ու այսպես գոռում են, ձեռքերը բարձրացրած զարմանում ես, թե այս ինչա կատարվում։ Ինչ են մարդիկ, այս կարգի ինչ անում են, այնտեղ իրենք են անում։ Ես չեմ ուսումնասիրել, բայց կարելի է եւ ուսումնասիրել, հավանականությունը շատ մեծ է, որ հենց այս օրերին է կատարվում բոլոր տեսակի հավաքները, որտեղ որ ամբողջ են հավաքում
եւ այսպես մարդկանց զոմբիացնում, մարդիկ դրա համար գնում են, ինչքան ժամանակ էր, որ Հայաստանում այդ խոսակցությունն էր, որ մարդիկ զոմբիացել են, մարդկանց բոլոր մեկը մյուսին զոմբիներ էին ասում, հենց այնպես չէիք ասում, չէ՞ զոմբի, որովհետեւ այդ իրավիճակը դուք տեսնում եք, որ մարդը ասեն զոմբիի նման գնում եւ անում է այն ինչ, որ իրան ասում են, եւ նա չի ուղղվում։ Եվ ես չեմ կարող ասել այդ մարդիկ կողվեն թե ոչ։ Մարդկանց ոնց որ սառը ջուր է պետք լցնել իրենց վրա։ Մարդիկ կան, երբ որ հիպնոզ է լինում, հիպնոսի տակ են մնում եւ երբ որ այդ հիպնոզ անողը դիպչում է կամ որոշ գործողություններ է անում, նոր տվյալ անձնավորությունն արթնանում է, եթե ոչ տվյալ անձնավորությունը կող այդպես էլ մնա։ Ես շատ եմ տեսել հիպնոսի ժամանակ, որ մարդիկ անգամ գետինն են փորում իրենց շան տեղ են դնում, ես ինչեր են անում, ձեռքերն են շարժում, գլուխներն են թափահարում, դա հիպնոսի ազդեցությունն է, բայց այդ հիպնոսից հանողը միայն կարող է անել այն, հանել այն մարդը, որ արել է դա։ Իսկ եթե այդ մարդուն ձեռ չի տալիս, որ ինքը հանի, բնականաբար բոլորը այդպես զոմբիի նման իրար հետևից կգնան։ Այսքանը կխոսեմ նորալուսնի մասին եւ ուզում եմ առանձնացնել տեսանյութերը, ում որ կհետաքրքրի կարող եք նաեւ նայել Աճող լուսինը, որովհետեւ բավականին երկար է, միգուցե դեռ թողնեմ իրար հետ, միգուցե նաեւ առանձնացնեմ, ինձ թվում է առանձին ավելի լավ կլինի։ Չնայած ինչպես ասում են, լսելուց լավ կլինի, որ մեկ շնչով լսեք եւ վերջ։ Եվ երկրի շուրջ մոտավորապես 28 օրյա պտտման ընթացքում լուսինը միշտ ցուցադրում է նույն կողմը, քանի որ նրա ուղեծրային պարբերությունը հավասար է իր առանցքի շուրջ մեկ անգամ պտտվելու ժամանակին։ Երբ լուսինը մեր տեսանկյունից չի երևում, դա լինում է, որ նա արեգակի միջև է լինում, դրա համար իր մութ կողմն ենք, խավարի մեջ է լինում, դրա համար չենք տեսնում։ Եվ հենց երկրի վրա տիրում է նորալուսին այդ ժամանակ։ Անցնում է 1 օր եւ հայտնվում է լուսինը մի փոքր, այսպես մի փոքրիկ բարակ շերտ։ Դա ձախից եք տեսնում միշտ։ Ավելի շատ ձախից աճ, այդպես կարելի ասել։ Մենք միշտ տեսնում ենք բարակ շերտը, այո, ձախից աճ, ինքը աճ կողմն է ցույց տալիս, մենք այդպես ենք տեսնում։ Այս լուսնի փուլերով ժամանակին մեր տատերը, պապերը եւ բավականին տարեց մարդիկ կհիշեն, որ այս լուսնի փուլերով, լուսնի դիրքերով իրենք հասկանում էին ինչ կարելի էր անել, հողի հետ ինչ կարելի էր անել, որ փուլն է, ինչ է կատարվում, այդ ամեն ինչը ոչ միտեղ գրված չէր, այլ ուղղակի մարդիկ գիտեին, որ այսպեսի տեսք է ընդունում, ուրեմն սա է այդպես։ Առաջին փուլը ընդհանրապես տևում է կարելի ասել 6 օր, 6 օրից հետո նոր լինում է 15 օր, այսինքն ինքը 2 օր չի երևում մոտավորապես, հետո նոր սկսում է երևալ, այդպես պետք է հաշվեք։ Եվ լուսինը առաջին անգամ կարող եք տեսնել արևմուտքում կամ նաև հարավ արևմուտքում, յուրաքանչյուր մայրամուտից կարճ ժամանակ անց։ Եվ ինչպես որ նշեցի, առաջին փուլում լուսինը լարված միացում է ունենում արևի հետ եւ ովքեր որ իրենց քարտեզում ունեն այս լարված դիրքը, ունեն լուսին եւ արև այդ լարված դիրքը, դա ուժեղ բացասական ազդեցություն է թողնում մարդու վրա եւ հնարավոր է մարդու կյանքում լինեն բազմաթիվ դժվարություններ, պայքար անընդհատ, բայց այդ պայքարը ոնց որ անհաջող է սեփական իդեալների դեմ, կարիերայի հետ կապված եւս անհաջող պահեր են։ Պետք է ովքեր որ նման պահեր ունեն, միգուցե նաեւ ձեզ մոտ գոյություն ունի այդ քառակուսին։ Ովքեր որ ծնվել են այդ շրջանում, ուղղակի պետք է հասկանան, որ հնարավոր է, եթե այդպես լարված միացում կա, ապա պետք է հասկանաք առողջությանը պետք է շատ հետևեք, հատկապես կանայք նյարդային եւ հոգեկան այդ խանգարումների հետ կապված պետք է անպայման մարդը որ անընդհատ նյարդային եւ կարող եք հետո շատ կարեւոր հիվանդություն ձեռք բերել։ Նման միացում ունեցող մարդիկ անվճռական են կամ ընդհակառակը ոնց որ իրենց ուժը գերագնահատում են եւ կարողությունները նույնպես անկայուն են շատ էմոցիոնալ առումով, հակասական են, հակված են քմահաճույքների,
Նաև հակառակ սեռի հետ դժվարություններ կարող են ունենալ, շփվելու դժվարություններ։ Առաջին քառորդի ժամանակ մարդիկ ունենում են տարբեր տրամադրություններ, անընդհատ տրամադրությունը փոփոխվում է, ներքին հակասություն է լինում, ներքին պայքարը սրվում է։ Դուք ուզում եք ինչ-որ մի բան ձեր ներսից ասում է չէ։ Լինում են շատ փորձություններ, խոչընդոտներ, որոնք հիմնականում կապված են հենց անկայուն հուզական վիճակի հետ, նաև դիմացինը ոնց որ մի տեսակ ձեզ ուրիշ ձև է նայում, ձեր նկատմամբ անտարբեր է, ձեր ասացի նկատմամբ, ձեր հուզական վիճակի հետ կապված անտարբեր է, թե դուք այնտեղ լարված եք, զեզված եք զգում, հա, ինքը անտարբերություն է ցուցաբերում։ Մարդիկ դառնում են այս շրջանում խոցելի եւ հուզականորեն անկայուն։ Այսպես պորտկումները շատ ակտիվ են լինում, անընդհատ ուզում են անհապաղ գործեն, ինչ-որ բաներ անել, ուզում են փոխվել եւ ամեն ինչից դժգոհում են։ Եվ հենց այդ պահերը բերում են նրան, որ մարդիկ սկսում են իրար հետ վիճել հարևանների հետ, հարազատների հետ, ամուսնու, կնոջ հետ, երեխաների հետ, նաև աշխատանքի մեջ, եւ դրանից կարող է լինել քրոնիկ հիվանդությունների բռնկում, այդպես դուք կարող եք վերցնել դա։ Այս 14 օրվա ընթացքում աճող լուսնի ժամանակ դուք պետք է քիչ ուտեք, որովհետև մարմինը ավելի լավ է մշակում եւ պահպանում սնունդը եւ այդպես կարող եք գիրանալ։ Եթե այս ժամանակահատվածում ստիպված եք երկար աշխատել, ապա ավելի լավ կլինի խմեք բուսական թեյ։ Փորձեք դադարեցնել ուտելը 5 րոպե առաջ, նախքան որ զգում եք, որ կշտացել եք, եւ որքան հնարավոր է շատ խմեք ջուր ժամը կարելի ասել Հայաստանի ժամանակով 16-ից մինչև 18 ընկած ժամանակահատվածում։ Վերջին անգամ կարող եք ճաշել, դե 2 ժամ շուտ պետք է խմեք ջուրը, այսինքն եթե վերջին ժամը լավ կլինի, որ հաց ուտեք ժամը 18:00-ին, դրանից 2 ժամ առաջ պետք է խմեք ջուրը։ Լավ կլինի այս շրջանում մագնեզիում օգտագործեք, կալցիում եւ երկաթի հավելումներ շատ արդյունավետ կլինեն ձեր օրգանիզմի համար։ Մի փոքր անգամ, եթե քաղցր ուտեք, անմիջապես կգիրանաք այս ժամանակահատվածում։ Կիսալուսնի աճի հետ մեկտեղ այս նորալուսնից մինչև աճող լուսինը, մինչև լիալուսինը այս ընթացքում վիրահատության հաջող արդյունքի հավանականությունը նվազում է եւ վերքերն ու վնասվածքները ավելի դանդաղ են լավանում եւ կարող են թողնել շատ բազմաթիվ սպիներ։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ աճող լուսնի ժամանակ չի թույլատրվում վիրահատություններ անել։ Որքան մոտենում է լիալուսին, այնքան ուժեղ է դառնում լուսնի ազդեցությունը։ Աճող լուսնի ժամանակ մարմնում, հատկապես ոտքերում շատ հեղուկ է կուտակվում եւ այս ժամանակահատվածում հնարավոր է նաեւ որ ուռեն ոտքերը։ Շատ դժվար է հեռացնել ջուրը միզուղիներից։ Այս ընթացքում յուրաքանչյուր խայթոց, ինչ խայթոց ուզում է լինել կամ սնկային թունավորում կարող է շատ ծանր լինել։ Եվ իդեպ ուզում եմ նշել, որ եթե լվացք եք անում, մի տեսակ լվացքը կամ լվացքի մեքենան ավելի շատ հեղուկ կցանկանա, կզգաք, որ մի տեսակ հեղուկը կուլ տվեց, բայց ոնց որ թե ինչ-որ հոտ չի գալիս, հագուստը չի մաքրվել, քան նորալուսնի ժամանակ։ Խոսենք լիալուսնից։ Լիալուսնի ժամանակ լուսինը գտնվում է արագակի հակադրության մեջ, դեմ դիմաց, լուսնի լուսավորված կողմը ուղղված է երկրին, դրա համար մենք տեսնում ենք պայծառ լուսին։ Լուսինը ծագում է մայրամուտին եւ մայր է մտնում արևածագին։ Այն տեսանելի է երկնքում ամբողջ գիշեր եւ քանի որ սա ես ձայնագրում եմ հոկտեմբերի 6-ին երեկոյան, ապա այս լիալուսինը դուք տեսնելու եք շատ մեծ, չնայած որ ես արդեն առավոտյան ժամը 5-ին տեսել եմ լիալուսինը իր գեղեցիկ տեսքով, չնայած լիալուսին չէ դեռ, բայց ես պատկերացնում եմ նաև այսօր գիշեր եւ վաղ առավոտյան շատ շուտ ես ինչպեսի լիալուսին եմ տեսնելու, ինչպեսի հզոր լիալուսինի ժամանակ ակտիվացրեք ոչ թե գործողություններ գրեք, հատկապես եթե ընկնում է ձեր պատուհանին լիալուսինը, անպայման այդտեղ ինչ որ մի ցանկություն գրեք եւ պահեք։
Միայն լիալուսնի ժամանակ ավելի զգացմունքները սրվում են, նաև հասարակական կյանքը կենսունակ է։ Ովքեր որ շատ զգայուն են այս լիալուսնի այս էներգիան բավականին շատ են զգում, ունենում են հուզական անհանգստություն եւ ֆիզիկական անհարմարություն։ Մի տեսակ ինչ որ մի բանի ցավ եք զգում, մելամաղձոտ եք լինում, հենց ավելի շատ մարդը մի տեսակ ցավոտ բաներն է հիշում, հայ, տխրություն է գալիս, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն եք, ինչ որ անհիմն պահեր, անհիմն վախեր, անհասկանալի ինչ որ պահեր են տեղի ունենում մարդու հետ։ Այն շրջանում մարդիկ կարող են ունենալ շատ մեծ բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր, ցանկություններ, որոնք որ կմարեն մի քանի օր հետո, ոնց որ հետո դե կասեք դե ես իմ դե ինչի՞ս է պետք սա, ինչ որ բան կգտնեք, որ այդ նպատակը չիրականացնեք։ Լիալուսնի ժամանակ կտրուկ աճում է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, թիվը, հանցագործությունների եւ խուլիգանական վարքագծի թիվը նույնպես։ Այս ժամանակահատվածում շատ է բարձրանում մարդկանց ճնշումը, ովքեր որ ճնշման տատանումներ ունեն, ապա պետք է ուշադիր լինեն այս շրջանում։ Այս շրջանում նաև ստամոքսի հետ կապված խնդիրները, թունավորումը, ստամոքսի խանգարումները կամ առաջացումը դրանց ավելի հավանական է եւ մեծանում է դրանց ռիսկը։ Խուսափեք այս շրջանում մեծ քանակությամբ հեղուկ խմելուց, ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց, խստիվ հակացուցված են։ Դեղաչափերը եւս պետք է ուշադիր լինեք, թե ինչ եք խմում, լավ կլինի, որ կրճատեք։ Այսինքն օրը խմում եք 3 հատ հաբ, կրճատեք դարձրեք 2 հաբ, բժշկին մի լսեք, իրենք միշտ շատ են ասում, ես մարդիկ գիտեմ, որ իրենք պարզապես դեղ են խմում, որ հանկարծ ցավ չունենան, այս լիալուսնի ժամանակ յուրաքանչյուր դեղը, որ դուք խմում եք, ավելի ազդեցություն ուժեղ է, քան նորալուսնից հետո, դրա համար դուք պետք է հասկանաք, որ այս ընթացքում անգամ մեկ դեղ խմելուց ավելի ուժեղ են կազդի եւ իհարկե կողմնակի ազդեցություններ կթողնի ձեր օրգանիզմում, քան օրինակ եթե դուք այս շրջանում խմեք 3 հատ դեղ օրվա ընթացքում, կրճատեք, 2 դարձրեք, հենց որ մոտենում է արդեն մի փոքր սկսում է լուսինը նվազել, ավելի քչացրեք եւ այդպիսով դուք ձեր օրգանիզմին եք օգնելու, որովհետեւ յուրաքանչյուր դեղորայք մի բանի համար լավ է, մյուսի համար վատ։ Առհասարակ լիալուսնի ժամանակ եւս ովքեր որ ծնվել են, ապա վնասակար ազդեցություն այստեղ կարող է առողջության հետ կապված լինել, հատկապես կանանց մոտ, բնականաբար լուսինը դա կին է, կյանքի եւ ճակատագրի վրա հնարավոր են խոչընդոտներ, սահմանափակումներ եւ դժվարություններ։ Ովքեր որ ունեն կյանքում նման պահեր, հնարավոր է որ դուք ծնվել եք այդ օրերին եւ կանայք ավելի զգայուն են լինում հենց այս օրերին։ Այս լիալուսնի օրը հենց գալիս է, դուք միանգամից զգում եք, միանգամից բռնկվում եք, ազդեցությունը միանգամից զգում եք։ Տղամարդիկ եւս պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը։ Լիալուսինը եւս տևում է 4 օր, 2-ը սկզբում, 2-ը լիալուսնից 2 օր հետո, ինչպես որ նորալուսնի ժամանակ նշեցի։ Այս լիալուսնից հետո լիալուսնի օրերը բարենպաստ են գովազդի, շնորհանդեսների, ներկայացումների եւ այն ամենի համար, ինչը պահանջում է հանրային ուշադրություն։ Վաճառքները, տոնավաճառները եւ այլն նույնպես լավ են, որպեսզի վաճառքներ կազմակերպեք այդ օրը։ Այս օրերը բարենպաստ են նաև ստեղծագործ մարդկանց համար, քանի որ հենց այս ժամանակահատվածում են նրանց առավելագույն կարողանում արտահայտել իրենց ստեղծագործական այդ մուսային ունենում եւ կարողանում են ավելի շատ ստեղծագործել։ Նորալուսնի եւ լիալուսնի ազդեցությունները ուժեղանում են խավարումների ժամանակ։ Արեգակի խավարումը տեղի ունենում նորալուսնի ժամանակ, ավելի ուժեղ ազդեցություն ունի մարդու ֆիզիկական վիճակի վրա, եւ լուսնի խավարումը, որը տեղի ունենում լիալուսնի ժամանակ, որը հենց ազդեցություն ունի մարդու հոգեկանի վրա։ Լիալուսնից 2 օր առաջ, մարդիկ 2-ից 3 օր առաջ օրգանիզմը չափազանց ընկալունակ է, եւ դուք կարող եք քաշ հավաքել։ Հատկապես լիալուսնի օրը։
Կարող եք այս ժամանակահատվածում մի փոքր ավելի պակաս ուտել, քան սովորաբար միշտ ուտում եք, եւ իհարկե մի կերեք ժամը 18-ից հետո, չնայած եթե մարդը արթուն է մնում մինչև ժամը 10-ը, ինչպես որ Եվրոպաներում են ժամը 9-ին են հաց ուտում, դուք էլ կարող եք մի փոքր, բայց արդեն այդ ժամերին կամ միրգ կամ շատ չնչին, հա, դա համարվում է ընդհանրապես պահքի օր, իսկ պահքը նշանակում է մի փոքր պակաս ուտել, քան սովորաբար մարդը ուտում է։ Եվ քանի որ լուսինը նվազում է, եւս մարդու օրգանիզմը ընկալունակությունը ավելի է նվազում, ինչ որ բաներ որ ուտեք, ապա քաշը կամ կմնա նույնը, կամ կարող եք նիհարել։ Եվ եթե ուզում եք արյունը մաքրել, ապա այս 14 օրը պետք է խմեք արյունը մաքրող թեյ, նվազող լուսնի այս բոլոր 14 օրերի ընթացքում։ Դետոքսիկացիան, արյան մաքրումը բավականին արդյունավետ են, եթե ուզում եք կարող եք նաև ինչ-որ դիետա պահել կամ մարդիկ կան, որ քաղցած են մնում երկար ժամանակ։ Լիալուսնից մեկ շաբաթ անց լուսինը կրկին կիսաշրջաձև է ստանում եւ երևում է արևելքում արևածագից առաջ, գիշերվա երկրորդ կեսին արդեն։ Այս փուլը վերջին քառորդն է։ Եվ այստեղ եւս նա ձախ կողմից է արդեն լարված միացում ունենում արևի հետ։ Վերջին քառորդը նույնպես նման է առաջին քառորդին, միակ տարբերությունն այն է, որ ինչպես որ ասում են, մարդը գնում է տոնավաճառ առաջին քառորդին, վերջին քառորդին վերադառնում է այնտեղից։ Մարդիկ դառնում են դյուրագրգիռ, հեռանում են մարդկանցից, սոցիալական շփումներից, միգուցե տեսնում եք օրինակ Facebook-ում ինքը չկա մի քանի օր, ավելի հավանական է հիասթափություն, հոգնածություն, ափսոսանք նաև ինչ որ պահերի համար, որ սա չեք կարել, նա չեք կարել, մարդու մեջ մտնում է անվճռականությունը, ապագայի նկատմամբ որոշ վախեր, անհանգիստ կարող են լինել, ոնց որ ներսից ինչ որ մի բան է ձեզ կրծում, այդպես կարելի ասել։ Առաջին քառորդում դա ավելի շատ կարող եք նկատել, քան վերջին քառորդում։ Եվ իհարկե բժշկական միջամտության համար դուք ինձ բավականին շատ եք գրում, դրա համար եւս գոյություն ունի խորհրդատվություն, ինքը շատ կարճ հարց եւ պատասխանի մեջ է մտնում, կարող եք այդպես դիմել, ոչ թե ընդհանուր, հա, մեկ հարց, մեկ պատասխանի մեջ, դուք ընդհանրապես նշեք, որ օրգանն եք ուզում վիրահատեք եւ այլն, եւ ես կարող եմ նայել եւ ժամանակահատվածը անպայման ինձ ասեք, ես կնայեմ, թե այդ ժամանակահատվածում արժի արդյոք, թե ոչ, եւ իհարկե առողջությունը դա խաղ չէ, եւ պետք է անպայման դուք իմանաք ձեր ծննդյան ժամը, բացի լուսնայինից, անպայման պետք է ուսումնասիրել նաեւ ձեզ մոտ միացումները, թե որտեղ է գտնվում լուսինը բնականաբար, եւ այդ ժամանակ այդտեղ ինչ է կատարվում ձեզ մոտ։ Ինչքան էլ որ այս լուսնային օրերի ընթացքում ես ասում եմ սա պետք է անել, նա պետք է անել, բայց դուք անձամբ պետք է նայեք, թե այդ օրը լուսինը ձեզ մոտ ինչ միացումներ ունի, ինչ լարված պահեր ունի, նոր հետո կատարել այդ վիրահատությունը կամ եւ այլն։ Ես կարող եմ ընդհանուր ասել, ընդհանուր բոլորի համար, բայց հետո արդեն կարող եք ինձ գրել, որ Արմինե ջան ասեցիք, սա կարելի անել, բայց ինձ մոտ օրինակ հակառակը եղավ, որովհետև ձեզ մոտ անձնական քարտեզում որևիցե մի խնդիր կար ձեզ մոտ դիրքը, որը գտնվում է հիմա, հա, օրինակ լուսինը գտնվում է խոյ նշանում, եւ ձեզ մոտ խոյ նշանի հետ լուսինը ամիջապես շատ լարված միացում է ունենում օրինակ ձեզ մոտ առողջության հետ կապված հարցերում։ Եվ դուք կարող եք որպես նայել, որ ամեն ինչ լավ է, գնալ վիրահատվել կամ ինչ-որ մի եւ խնդիրներ առաջանա։ Դա համար անպայման պետք է նայել առողջության հետ կապված այդ տանը ոչ մի բան չի կատարվում, նոր հետո կատարել այդ վիրահատությունը, այնպես չի թույլատրվում ոչինչ անել։ Ինչ որ թեթև ինչ որ պահեր առողջության հետ կապված բնականաբար եթե հետաքրքրում է, ես հետո կարող եմ առանձին տեսանյութ անել։ Թե մոտավորապես որ օրերին ինչ կարելի է անել, ինչը ոչ, բայց անձամբ վիրահատության գնալը, անելը լավ կլինի, որ եւս մեկ անգամ անպայման նայել ձեր քարտեզով։ Դա է ճիշտը։ Եվ ուզում եմ անպայման նշել սա, որ նորալուսնի ժամանակ
սխալ հետևանքները, հա, նորալուսնի ժամանակ բարդություններն ու վարակները ավելի շատ են լինում, իսկ վերականգնումը դանդաղ։ Իսկ լիալուսնի ժամանակ հնարավոր է ուժեղ արյունահոսություն, որը շատ դժվար կլինի դանդաղեցնել։ Եվ կարող են մնալ տհաճ սպիներ։ Եվ մի քանի բան նաև ասեմ կտրվածքների վերաբերյալ, ովքեր որ կմնան, ուրեմն կշահեն այս պահը, որովհետև կտրվածքները շատերդ եք սիրում։ Ուրեմն պետք է հասկանալ, որ երբ որ լուսինը գտնվում է առյուծ նշանում, ապա կտրված մազերը շատ խիտ են դառնում, իսկ կույսի նշանում կտրված մազերը արագ են աճում։ Եվ սխալ ժամանակ ընտրելու հնարավոր դեպքում կարող է մազերը քչանալ, նոսրանալ, մազաթափություն լինի եւ թեփ։ Եթե մարդիկ կան, ովքեր որ անընդհատ թրաշում են իրենց գլուխը, իհարկե տղաներին է վերաբերվում, ապա եթե անընդմեջ խոյ նշանում գտնվող նվազող լուսնի ժամանակ անընդհատ թրաշեք, ապա բծեր կարող են առաջանալ ձեր գլխի վրա։ Նույնը տեղի ունենում սափրվելու ժամանակ, հա, եթե սափրվում եք, դեմքի սափրվելու մասին է խոսքում։ Եվ դեմքը եւ գլուխը։ Եթե մարդիկ կան, ովքեր որ մշտապես իրենց մազերը կարճ են կտրել եւ հոգնել եք կարճ մազերից եւ ուզում եք հիմա երկարի այդպես երկար մազեր ունենաք, ապա փորձեք 6 ամիս կտրել մազերը միայն կույս նշանի ժամանակ, նորալուսնի, հա, նորալուսնի ընթացքում, այսինքն սկսեք աճող լուսնի ժամանակ, այդպես կարելի ասել, երբ որ լուսինը աճում է կույս նշանում եւ երբ այդ 6 ամիսը լրանա, այսինքն նորալուսնը, երբ որ նորալուսինը սկսվում է կույս նշանում, դրանից հետո կտրեք անընդհատ կույս նշանում, երբ որ լուսինը գտնվում է կույս նշանում եւ ինքը 6 ամիս հետո, երբ որ արդեն ձեր մազերը աճի, իր շրջանը, հա, այդ անցումային շրջանը կանգ կառնի, կավարտվի։ Եվ աճող լուսնի ժամանակ, երբ որ մազերը կտրում եք, իրենք արագ են աճում, իսկ նվազող լուսնի ժամանակ, որ կտրում եք, իրենք դանդաղ են աճում։ Եւ ովքեր որ խնդիր ունեն քթի մազերի հետ կապված, ականջների մազերի հետ կապված, ապա լավ կլինի այն հա այդ մազերը հեռացնել, երբ որ լուսինը գտնվում է ձկան նշանում, որովհետև այդ մազերը ավելի կբարակեն, կպակասեն, նաև քոռ չեն առաջացնի։ Եվ պետք է հասկանաք, որ քթի մեջի եւ ականջի բարակ մազերը իրենք պետք է հեռացվեն ամբողջությամբ, իրենք շատ կարեւոր են։ Եվ շատերն են հենց այդպես ականջների վրա նյութեր քսում, պոկում, պատերազմ է լինում տղամարդկանց համար, քթի մեջ, ականջների մեջ այդ նյութերը քիմիական չի կարելի անել։ Լավ կլինի, որ մաքրեք, օրինակ, հատուկ պտտվող սարք կա, որը ուղղակի կտրում է, եւ որոշ ժամանակ կտրեք ուղղակի, երբ որ լուսինը գտնվում է ձկներ նշանում, կտրեք, իրենք կբարակեն, կպակասի քորը եւ այլևս այն ձեզ չի անհանգստացնի։ Այսքանը երևի սիրելիներս, որովհետեւ ես որ խոսեմ լուսնայինից եւ ընդհանուր թե ինչ կարող եք անել, ինչ չէ, բավականին երկար կտևի, դա 2-3 ժամ կարող է տևել այդ տեսանյութը, դրա համար լավ կլինի սահմանափակվենք այսքանով, որպեսզի նաև կարողանամ ես մոնտաժել դեռևս այս տեսանյութը, որտեղ ինքը բավականին երկար է։ Եթե անհրաժեշտություն կա, ապա լսեք մի քանի անգամ, գուցե նաև ինչ-որ գրանցումներ էլ անեք ձեզ մոտ, որոշ պահեր կային, ամսաթվեր կային, որոնք որ ես չասեցի, որոնք որ վերաբերվում են անձնական տվյալ մարդուն եւ լուսնային օրերին, որոնք որ հղիությանն է վերաբերվում բնականաբար, իսկ ավելի շատ տեղեկատվությունը ես ձեզ ասեցի։ Սա մեկ անգամ եմ ասում եւ այլևս այս տեսանյութը կամ այս թեմայի շուրջ այլևս չեմ անդրադառնալու։ Եթե որևէ հարցեր կլինի, վերադարձեք այս տեսանյութին, նայեք, հիշեք, ինչ պետք է անեք եւ որը ինչ է լինում, ինչպես է կատարվում։ Ինչու է այսպես ձեր շրջապատը, ինչու է սա եւ նման այլ հարցեր։ Ընդհանրապես սա լսում եք
Եվ պետք է լայքեք։ Լայքեք, թող այս տեսանյութը առաջ գնա, որովհետև հուսով եմ, որ շատ մարդկանց այն պետք կգա, պիտանի է, որովհետև մենք էլի եմ շեշտում ապրում ենք լուսնի ներքո, անհնարին է իրենից փախչել, նա գոյություն ունի, էներգիան գոյություն ունի, երկար չի կարելի նայել լուսնին, ոչ լիալուսնի ժամանակ, ոչ նորալուսնի, բացարձակապես լուսնին երկար չի թույլատրվում նայել, որովհետև դու կարող եք հետո մղձավանջներ տեսնել բավականին, որովհետև իր սև կողմն է, հետո ձեզ հետապնդելու։ Դա համար պետք չի նայել ուղղակի լուսնին։ Ինչ կա, ինչպես կա, թող այդպես է մնա։ Իր գեղեցկությունը վայելեք, բայց մի նստեք եւ այդպես երկար նայեք իրեն։ Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր ոլորտ ունի նաև լուսնային ցիկլ։ Եվ տուն մաքրելը, եւ իհարկե գեղեցկությունը, այգին, բանջարանոցը, շինարարությունը, ես խոսում եմ այդ մասին, շատ կարճ եմ խոսում, ինչ կարելի անել այդ օրը, ինչը ոչ, բայց շատ մանրակրկիտ ես չեմ խոսում դրա մասին։ Դա թեմաներ են, որոնք որ պետք է մարդկանց հետաքրքրի, որ ես այդ թեմաների շուրջ որոշեմ տեսանյութեր անել եւ երկար բարակ խոսել։ Այսքանը սիրելիները, սահմանափակվենք այսքանով արդեն իսկ 50 քանի րոպե, երևի թե չառանձնացնեմ տեսանյութը, այսպես ինքը կմնա առանձին։ Մեկ տեսանյութ վերաբերվող լուսնի առեղծվածին, լուսնին վերաբերվող յուրաքանչյուր թեմային։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։